Այսօր խոսենք իմիգրացիոն օրենքների կիրառման մասին։ Սա երկրորդ հաղորդումն է իմիգրացիոն հարցերով, առաջինը հետաքրքրում է նայեք, բայց դեպի պոպուլյար է։ Ես Վարդան Վարդանյանն եմ, եւ սա իմ Vivi Talks YouTube-յան ալիքն է։ Ուրեմն նախ ասենք թե ովքեր են կիրառում, բայց դրանից առաջ սկսեմ նրանից թե ինչ տեսակերն իմիգրացիոն օրենքները ընդհանրապես համարվում լինում։ Քանի որ խոսում ենք ապօրինի իմիգրացիայի մասին։ Ապօրինի իմիգրացիան, երբ որ հանդիպում են, ասենք թե իր ամենապարզ ձևով, սահմանից մեկը եկել է, անցել է, կամ եկել է վիզայի թույլտված ժամկետից ավելի է մնացել երկրում եւ այլն, իրենց բնույթով ադմինիստրատիվ խախտում է համարվում։ Եվ դրա համար է, որ այդքան շատ մարդ է գալիս եւ ընդհանրապես այդպես տարիներով շարունակ տասնամյակներով այդքան շատ խիստ չէր այդ օրենքները շատ խիստ չէին կիրառվում այդպիսի մարդկանց նկատմամբ բայց շատ հեշտությամբ կարող է այս ադմինիստրատիվ ուրեմն խախտումը վերածվի քրեական հոդվածի երբ է դա լինում ընդհանրապես երբ որ պարզ իմիգրացիայից ապօրինի իմիգրացիայից բացի հետը նաև ուրիշ խախտումներ են լինում օրինակի համար կարող է լինի դա վիզայի խախտում, այսինքն պասպորտի մեջ սուտ վիզա է դրված, կեղծ վիզա է դրված, այդպիսի դեպքեր լինում են, կամ պասպորտն է կեղծ, ընդհանրապես իր անունով չի, առել է պասպորտը, ժամանակին այդպես բաներ անում են, ամենտեղ վաճառում են, կարելի էր առնել 7-8 հազարով ամերիկյան, ամերիկյան չէ, բայց թեկուս ռուսական կամ ինչ-որ ուրիշ երկրի, բայց կեղծ պասպորտ, ոչ ճիշտ անունով կարող էր պարզապես դրա մեջ նաև լիներ կեղծ վիզա ամերիկյան, դա էլ լինում այդպիսի դեպքեր էլ հանդիպել։ Ուրեմն կարող է հետը ուրեմն ուղեկցող հանցանքների մեջ մտնի այնպիսի բաներ, որոնք օրինակ սահմանապահներին հարցակնության ժամանակ սուտ ինֆորմացիա է տալի, դա առանձին խախտում է համարվում, լինի դա օդանավակայանում կամ հետո երկրում որևէ տեղ որ հանդիպել ես արդեն իմիգրացիոն ծառայության, ասենք, ծառայողների հետ, որքեզ հարցակնում են կամ եւ այլն։ Կարող է լինի դա խախտումներ կապված աշխատանքի ընդունվելու համար, սուտ փաստաթղթեր ներկայացրել, սուտ ուրիշ մարդու, այսպես ասած, fake կամ գողացված identity, իր ինֆորմացիան է տվել եւ այլ, սրանք արդեն առանձին գործեր են։ Շատ հաճախ իհարկե ավելի լուրջ հանցանքներ են պատահում, այսինքն այդպիսի մարդը սկսում է զբաղվել տարբեր տեսակի զեղծարարություններով, այսպես ասած ֆրոդերով, լինի դա ապահովագրության ինշուրանսի հետ կապված ֆրոդ է, կամ ասենք թե ինքը սկսել է տրամադրել ծախել, կամ ուրիշ տեսակի հազարումի հանցանքներ գործել, խանութներից ապրանք են գողանում, գանգերի անդամներ են դառնում եւ այլ, շատ երկար է այսպիսի հանցանքների, ել չասեմ, որ մի անգամ արդեն դատվածությունից հետո հանգարց կամ առանց ստուգվելու թույլտվության գողացած զենք ունեն կամ զենք են առել պահել իրենց մոտ եւ այլ, դրա մասին չեմ խոսում արդեն, դա ավելի շատ ավելի լուրջ հանցանքների շարքի են պատկանում այդ զենք ունենալը, Ամերիկայում ընդհանրապես զենք արգելված չի, բայց պետք է օրինական լինի։ Եվ ըստ այնմ իր վիճակը ասենք թե կբարթանա, արդեն ադմինիստրատիվ չենք խոսում, դա իր ամենափոքր պրոբլեմն է, ավելի լուրջ բաների մասն ենք խոսում։ Բանը այն է, որ ընդհանրապես այս մեծ հանցանքների, գողությունների եւ այլն ինշուրանս ֆրոդի եւ այլն բոլորներով զբաղվում են տեղական ոստիկանությունը, ընդհանրապես դա է ճիշտ եւ տասնամյակներով այդպես էր։ Պետական federal government-ը դրանով չէր զբաղվում, դա իր բանի մեջ չի մտնում, ասենք թե իրավասությունների մեջ մտնում։ Եվ հակառակը տեղացիները չեն կարող զբաղվել իմիգրացիոն հանցանքների կամ խախտումների հետաքննությամբ։ Իրենց գործի մեջ չի մտնում իմիգրացիոն կամ ասենք բաքսային կամ որևէ ուրիշ federal հանցանքները, հա, դրանք տարբեր բաներ են, հանցանքներ են։ Ուրեմն եւ այս երկուսը շատ անգամ այս երկուսի բացի մեջ լող էին տալիս այս ապօրինի իմիգրանտները
Եվ ընդհանրապես իմանալով, որ մեկը մյուսին չի խոսում, իրար հետ չեն քննում այս հարցերը, նա չգիտի ես այստեղ legal եմ թե չեմ, չի էլ իրավունք էլ չունի հարցնի, ինքը գնում է նստում է բանտ, իր ժամկետը անցնում է, դուրս է գալիս, շարունակում է իր գործունեությունը կամ խելքի է գալիս այդպես հազվադեպ եւ այլն։ Մեծ մասը իհարկե միգրանտների պարզ է որ չեն գալիս հանցանքներ գործելու, գալիս են իրենց կյանքը լավացնելու համար, իրենց ընտանիքների կյանքը լավացնելու համար եւ կամ իրենց ընտանիքները իրենց երկրում են իրենց աշխատանքի առաջացած փողի համար սպասում են փող ստանան, այսպիսի գյուղեր կան ամբողջ Մեքսիկայում, որ կամ Սալվադորում, որոնք նստած են իրենց հարազատների, այսպես ասած, խոպաներ գնացել Ամերիկա աշխատելու, այդ ընդեղից փող դի ուղարկեն, որ իրենք ապրեն։ Այս այդպես է, մեծ մասամբ իհարկե այդպես է։ Չնայած որ հիմա նորից Տրամպը շատ է խոսում նրանց մասին, որ այնտեղ գալիս են գժերը, գժանոցներից դուրս են թողել, իրենց բանտերից դուրս են թողել, բռնաբարողներ են դրանք եւ այլ եւ այլ եւ այլ, չի ասում մեծ մասը չէ, ազնիվ աշխատողներ են։ Իհարկե այս պատկերը բոլորի համար ծանոթ պատկեր է, ինչու համար էս լավ ռեզոնանս ունի, որովհետեւ դուք եք կինոները տեսել, այդ ինչ են ասում Scarface-ը եւ այլ, երբ որ 80-ականներին Կաստրոն բանտերից Կուբայի եւ գժանոցներից ահագին մարդ բաց թողեց ուղարկեց Ամերիկա փաստորեն եւ դա մեծ խնդրեմ դարձավ շատերը իհարկե նորմալ կյանք ապրեցին ամերիկացի դարձան բայց ինչ որ մի մասը նաեւ ինչպես կինո բայց կինոները պատկերավոր են չէ երբ որ Թրամփը դուրս է գալիս այսպես բաներ է ասում իսկույն մարդկանց ուղեղի մեջ այդ պատկերներն են հայտնվում եւ թվում է թե մեծ մասը ինչ որ չգիտեմ վախենալու բաներ են արելու այստեղ իհարկե ոչ, բայց փոքր թիվ ասածն էլ շատ երբ որ խոսքը գնում է միլիոնավոր ապօրինի, ասենք իմիգրանտների մասին, իհարկե նրանց մեջ 13 միլիոնի 10%-ն էլ շատ մեծ թիվ է, չէ՞, 1.3 միլիոն հանցագործ ունենաս, բայց 10%-ը չի բնականաբար, բայց զգալի թիվ է։ Լավ, ինչևից է։ Ուրեմն ինչ էր ասած, որ շատ հանգիստ ադմինիստրատիվ այս խախտումը կարող է դառնալ քրեական լուրջ ավելի խախտում, որը բանտի ժամկետ էր տալիս, չասեմ, որ դրանից հետո եկող դեպորտացիա եւ այլն։ Դա շատ արագ է, որովհետեւ մարդ չի զբաղվում նորմալ գործով, այլ սկսում է ուրիշ բաներ անել։ Ով է զբաղվում սրանից պարզ է, ասացի, որ իմիգրացիան դա ֆեդերալ բան է, գործ է, ուրեմն զբաղվում են առաջ, տարիներ առաջ, նախքան Homeland Security ստեղծվելը, նախքան 9/11 ասենք, դա INS-ն էր դրանով, իմիգրացիոն ծառայությունը, հիմա Homeland Security-ում գտնվող այս ICE կոչված, այս ծառայությունն է գործով զբաղվում, այսն էլ երկու ձևով է դա զբաղվում, հիմնականում իմիգրացիոն օրենքների ուրեմն կիրառումը դա ERO կոչված իր division-ը իր բաժին մասն է ասենք կեսը համարյա որը նրանց հայտնաբերել է իրենց ձերբակալել է իրենց տանել դատարան կամ չտանել դատարան երկրից դուրս անել են deportation-ի այդ պրոցեդուրաները ամբողջ անելու այդ ամբողջը գնում է ERO կոչված այդ մասի վրա երկրորդ մասը դա բանն է HSI-ն է Homeland Security Investigations, որը քրեական գործերն է հիմնականում անում, ադմինիստրատիվ պետք լինի, բայց հիմնականում նրանք եւ օպերատիվ եւ քննչական աշխատանքներ են անում իր բոլոր դիապազոնի մեջ special agent-ները Ամերիկայում ամեն ինչ իրենց վրա են գած, իրենք առանձին օպերատիվ աշխատողներ եւ նախաքննչական աշխատողներ ինչ որ ռուսերենով դազնային են ասում կամ եւ առանձին քննիչներ այդ բանը չկա բոլորը մի մարդու վրա է ընկած լավ դրանից բացի իհարկե կան սահմանապահ ուժերը border patrol-ը որը ընկնում է Homeland Security ուրիշ կազմակերպության մեջ դա Customs and Border Protection-ն է, որ CBP կարճ ասում, դրանք այն համազգեստով մարդիկ են, լինեն դրանք ուրեմն սահմանի պորտերի մեջտեղում, այսինքն օրինական մուտքերից մեջտեղը
դրանք սահմանապաններ են օդանավակայաններում, ծովային եւ ցամաքային պորտերում, մուտքերի մոտ, ուրեմն CBP officer են ասում, դրանք կապույտ համազգեստն է, ոչ թե կանաչը, սահմանապանները կանաչ են հագնում, սրանք մուգ կապույտ։ Այն ինչ որ գալիս եք օդանավակայանում, հանդիպում եք, ձեր պասպորտը ստուգում է, հարցերը տալիս են, ասում են գնա, կամ ասում են անցիր այնտեղ, ավելի հարցեր պիտի տանք, ճամպրուկդ բացարա եւ այլ եւ այլ։ Սա CBP-ն է։ Ուրեմն սահմանապահը CBP-ում է, իսկ IARON-ը, որ դեպորտացիայանում եւ ձերբակալում է դրանք եւ քրեական գործերն է տանում եւ սահմանի հետ կապված եւ ներսում վիզայի կամ ընդհանրապես իմիգրացիոն բոլոր խախտումների եւ բոլոր մաքսային խախտումների բոլոր ամեն ինչ սկսած child pornography to ասենք ապօրինի զենքերի արտահանում թե լինի դա ինտելեկտուալ սեփականության իրավունքի խախտումների հետ կապված ապօրինի բերված ներմուծված չհաստատված դեղամիջոցներ խոսքով 400-ից 454 տարբեր օրենքներ են տարբեր հոդվածներ են իրենք կիրառում մի խոսքով այսօր մնում է քրեական հետաքրքրիչների special agent-ների վրա սա այսպես ուրեմն պատմականորեն այս խստորեն բաժանված էր այս բոլոր պարտականությունները, բայց այնքան ինչպես ասում են միգրացիան շատանում է, աշխատողները քիչ են, հա, դաշտում։ Եվ կոնգրեսը որոշեց, որ պետք է օգնենք մի քիչ 1996 թվականին մի հատ օրենք անցկացրեցին, որ թույլ էր տալիս հոդված մտցրեցին INA-ի մեջ, Immigration and Nationality Act-ի մեջ, ինքդ օրենքը գրված է 65 թվականին, բայց մեջ հոդվածներ են ավելացնում, պակասեցնում, փոփոխում եւ այլն։ Առանձին ակտ կոչվեց, երկար անուն ուներ, իմաստ չունի մասը դրա մասին, բայց գաղափարը էր, որ իմիգրացիոն ծառայությունը կարող է տրեյնինգ անելուց հետո, սովորեցնելուց հետո իրավասություն տա տեղական ոստիկանություններին, շերիֆների օֆիսներին կատարել որոշ սպეციფიկ ֆունկցիաներ իմիգրացիոն օրենքների կիրառման բնագավառում, այսպես ասեմ։ Դե 96 թվականն է պատկերացրեք, ամեն ինչ լավ է, շատ գեղեցիկ է, շատ մարդիկ տեղական ոստիկանություններում հետաքրքրված չէին եւս մի պարտականություն իրենց գլխի վրա դնեն, ընդհանրապես, եւ շատ հետաքրքրողներ չկային, բնականաբար նրանք են հետաքրքրում, որոնք այդ խնդրեմը ունեն, ովքեր ունեն հիմնականում Ֆլորիդայում ենք տեսնում այդպիսի խնդրեմ, որտեղ այնտեղ անընդհատ մարդիկ են հոսք գալիս էր Եվ երկու հատ տեղական փոքրիկ ինչ-որ jurisdiction ոստիկան կան ինչ-որ կազմակերպություն դա վերցրեց, մեկն էլ կարծեմ չեմ հիշում որտեղ էր, բայց արևելյան ափում Նյու Յորքում է, որտեղ էր հյուսային ափում, Նյու Յորքը դա Նյու Յորք քաղաք չի, լրիվ տարբեր կենտրոնի են դրանք։ Նահանգի հյուսային մասը շատ լրիվ տարբեր կուլտուրա է։ Բոլորը Նյու Յորք ասելով հասկանում են Նյու Յորք քաղաքը դա նույն բանը չի։ Anyway, վերադառնանք մեր հարցին 9/11-ից հետո իհարկե սա ավելի պոպուլյար դարձավ տեղական ոստիկանությունները համայնքները որոշեցին իրենք էլ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն սրան եւ թիվը նրանց որոնք գրվեցին այս ծրագրի մեջ ավելացավ դարձավ մինչև 74 պես հիմա ծրագրի անունը որը ծրագիրը կոչվում է իր օրենսգրքի հոդվածի թվով 287 հոդվածն է 287G G-ն պարագրաֆի համարն է, հա 287G հոդվածի անունով այսօր այսպես կիրառվում է ծրագիրը եւ ինչպես է աշխատում, որ Homeland Security-ի հետ Memorandum of Understanding են կնքում, այսինքն հուշագիր են ստորագրում, առաջ դիմում են, բացատրում են ինչու են ուզում միանան եւ այլն, հետո ստորագրում են եւ դրանից հետո անցնում են training հատուկ որոշ այսպես կոչված officers են ասում անգլերենով եւ դրանից հետո կարող են արդեն անցնել իրենց ֆունկցիաները կատարելուն։
Ծրագիր ունի երկու հիմնական ձև, իրենք երեք են ասում, բայց հիմնականում երկուս է։ Դա մեկը jail մոդելն է, այսին բանտային մոդելը, եւ մյուսը դա task force են ասում, այսինքն պատրոլ կամ միասին աշխատելու task force մոդելն է։ Երկուսի մասին կասեմ, ամեն մեկը իր հետաքրքիր եւ կամ ոչ հետաքրքիր մոմենտներ ունի, բայց այս ծրագրի գաղափարը ինչ է, որ տեղացիները, որոնք չեն զբաղվում տեղացի ասելով local ուսում ասեմ, տեղական, ոչ թե տեղացի, տեղական ոստիկանական, ասենք քաղաքային կամ շրջանային շերիֆային օֆիսները եւ federal government-ը միանում են ինչ որտեղ իմիգրացիոն օրենքների կիրառման մեջ, որը առանց այս ծրագրի ոչ մի ձևով իրար մոտ չի գալիս։ Ուրեմն առաջ խոսենք այս jail մոդելի մասին, բանտային մոդելի մասին, դե շերիֆ օֆիսը բանտ ունի, ասենք թե, եւ գաղափարը ինչ է, որ տրամաբանավորեն թե մտածես էմիգրանտների մի մասը հանցանք են գործելու։ Ապօրինի էմիգրանտների մասն խոսում իհարկե միշտ այստեղ միայն նրանց մասն է խոսքը գնում։ Եվ այն տոկոսը, որ հանցանք է գործում եւ այն աշճանի, որ միայն բարձ բան չեն, ինչ որ դուգանք չեն գրում, ասում գնա, ընկնում է բանտ։ Երբ որ բանտ է գնում, բանտում պիտի գրանցվի պարզ է, booking են ասում, պիտի նկարեն, մատնահետքերը վերցնեն, անուն ազգանուն մտցնեն իրենց կոմպյուտերային սիստեմի մեջ, ստուգեն, որ ուրիշ ոստիկանական ծառայությունների հետ պրոբլեմ չունեն, ուրիշ հանցանքներ չի գործել կամ փնտրված չի այս րոպեին, ինչպես ասում են, ռոզիսկի մեջ չի եւ այլն։ Այդ բոլորը անում են ու հա, բայց ասում են այդքան անելուց հետո, բայց չեք ուզում իմանալ նաև ինքը ապօրինի է երկրում, թե չէ, թե կարելի է հնարավորություն լինի շատ օգուտ կլինի այն իմաստով, որ արդեն ձերձերն է անգել, ինքը փողոցից գնանք գտնենք իրեն, արդեն եկել է։ Պարզապես պիտի հայտնեք իմիգրացիոն ծառայությանը։ Եվ ծրագրի գաղափարը դա է։ Քանի որ դի ամբողջ արդեն անես ես բոլորը մի երկու հարց ավել դուր։ Եվ ճիշտ ձևով պիտի տաս իհարկե, որպես իր քաղաքացիական կամ մարդկային իրավունքները չխախտես, պարզ է, որ իրեն ռասայական միայն հատկանիշներով պետք է չհամարես, որ ինքը կարող է ապօրինի լինի երկրում եւ այլ, այդ բոլոր տրեյնինգ անցնելուց հետո ընդհանրապես մի երկու հարց են տալիս, պարզում են, թե իսկապես ինքը քաղաքացի է թե չէ, որտեղ է ծնվել եւ ինչ ստատուս ունի։ Եթե ինքը բնականաբար ունի ամերիկյան քաղաքացիություն, կարող է ցույց տալ կամ ունի green card կոչվածը, մշտական բնակության իրավունք, քարտոնի մոտն է, հարցը վերջացավ, ամեն ինչ վերջանում է, ինքը գնում է իր բանտում իր մնացած նորմալ գործերով։ Բայց եթե չէ, այն դեպքում ուրեմն այդ տրեյնեղած մարդը իր վրա warrant է կոչվում, խոսակցության մեջ ասում են detainer, ասեն իրան պահելու բան հրաման, որ երբ որ իր բանտի ժամկետը վերջանա, ոչ թե թողնես, որ ինքը գնա, նորմալ դեպքում այդպես է, չէ, ինքը ասեք 10 օր էին տվել խուլիգանության համար, 10 օրից հետո պիտի բաց թողնես։ Այս դեպքում բաց չես թողնում, այլ այսին ես զանգում, այսպես ասած կոպիտ ասած, հա, այսը գալիս է եւ իրեն վերցնում է եւ որոշում է ինչ կանի նրա հետ, արդեն կամ ինքը կտանի իր բանտը, կամ դեպորտացիա կանի, կամ ինչ որ պետք է կանի, դա արդեն տարբեր իրեն գործը չի։ Բայց այս ֆունկցիան, որ գոնե դու ես ստուգի եւ հայտնի ես մարդուն։ Այս բանտի մոդելն է մտնում։ Ուրեմն այս մոդելը իհարկե բնականաբար շատ էֆեկտիվ տրամաբանական ֆունկցիա է, բան է եւ շատերը ընդունեցին սա եւ եթե իհարկե բանտ ունես, որը հիմնականում դատարկ է, որովհետեւ հատկապես հավելյալ մարդ պահես օրեր ավել, քանի որ ինքը որ վերջացավ, արդեն քո ծախսը չի, հա, ասենք շերիֆի օֆիսը պահել է, միջև այդ շերիֆը իրեն կերակրում է այդ բանտում նստած ժամանակ, կոպիտ ասենք, հա, ում հաշվին իր քաղաքացիների համայնքի հաշվին, բարձ է։ Բայց երբ որ հիմա դարձավ արդեն ինքը պիտի բաց թողներ, բայց հիմա պիտի պահի իրեն, ասենք 1 օր կամ 2 օր կամ ինչ որ է, արդեն ֆեդերալ կառավարության հաշվին պիտի լինի, այսն է վճարում դրա համար, ուրեմն տեսան որ բիզնես անելու հնարավորություն կա, շատերը ասեցին մենք իրես, ինչա, եթե պետքա մենք երկար էլ կարող ենք պահել։
եւ դա դարձավ, այսպես ասած, բիզնես, եւ ճիշտ ասած Federal IC այս ունի իր ուրեմն իմիգրացիոն պահման, այսպես ասած, հա, detention center-ներ ունի, պահելու կենտրոններ ունի, որտեղ այսպիսիներին պահում են միջև որ իրենց ստատուսը որոշվի, իրենք կամ պետք է երկրից արտաքսվեն, կամ պետք է ավելի լուրջ հանցանքների համար գնան բան տեսնեն տարբեր հոդվածներով կամ ինչ տարթեն տարբեր բան է կամ բռիվ արձակվեն գնան երկրում ապրեն, եթե իրենք ասենք փախստական են եւ այդ դատարանով հաստատված է եւ այլն։ Մի խոսքով այս մոդելը, բանտի մոդելը այսպես աշխատում էր, դրա երկրորդ մասը, ուրեմն երկրորդ մոդելը դա այդ task force մոդելն է, այստեղ խելն են տրամաբանական գաղափարային է, որ բայց նախքան բանտ հասնել այդ մարդուն փողոցում մեկը մի ոստիկան կանգնացրել է երևի։ Հիմա ինքը կամ կռիվեր անում ոստիկանը եկել ձերբակալել է կամ ինքը պարզապես օրենքի արագ է քշել, ասենք թե կամ հարբած է քշել, ինչ որ մեկը ոստիկան կանգնացրել է։ Չէր կարող ինքը տեղի վրա որոշեր սա արդյոք երկրում ստատուս ունի թե չունի։ Եվ եթե կարող էր առանց կարող է պետք չի բանտ գնա, որտեղ մեծ հանցանք չի գործել, ասենք թե պետք է ասենք արագակշիլ տուգանք տայր գնար, ասենք տիկետը գրել գնար, բայց կարող է ստուգել եւ կանչել նորից train եղած կոլեգային քո դեպարտամենտից կգա կնայի հարցերը կտա, եթե պետք է այսինքն կանչի, այսը կտանի, հա, այս էլ մյուս մոդելն է տրամաբանական, ու անպայման չի, որ մեկը ընտրես, կարող է երկու մոդել են ընտրեն և երկուսն էլ գործած են։ Էֆեկտիվ էր, աշխատում էր շատ լավ և իհարկե նշանակում է նաև առաջացնում էր ահագին բողոքներ, հատկապես NGO-ները, որոնք ասում ենք իրենք նորմալ ձևով զբաղվում են, ասենք իրենց էթնիկ խմբի կամ իրավունքների պաշտպանությամբ կամ ինչ-որ լատինական, հատկապես մեքսիկական եւ այլն, իրանց դուրս չէր գալիս էսի, որովհետեւ բնականաբար քիչ շատ էֆեկտիվ էր, շատ լավ էին անում, իրենց արդյունավետորեն իրենց գործը անում եւ հիմնական մեղադրանքներ ինչու ներկայանում իրենցից, բողոքներ, ասենք թե, հա նու էս գծի վրա էր գնում բողոքները, որ դուք ռասիստները կանգնացրել եք իրեն, որտեվ ինքը էմիգրանտ է թվում ձեր աչքին դրա համար, մյուսը են է, որ թող ձեր ոստիկան ավելի լուրջ հանցանքներով զբաղվի, ինչ է ընկել ամեն մի մարդու նկատմամբ, դա լավ չի։ Երրորդ ամենակարևոր ուրեմն արգումենտը, որ բերում են դա, երբ որ սկսում են ոստիկանները այսպիսի իմիգրացիոն հարցերով զբաղվել, ոստիկանության, քաղաքային ոստիկանների մասն ենք խոսում, և համայնքի քաղաքացիների միջև վստահությունը պակասում է, որտեղ այլևս մարդիկ վախենում են, իմիգրանտների մասն ենք խոսում, ոստիկանությանը դիմելու, եթե իրենց դեմ ինչ-որ հանցանք է կատարվել, ասենք թե իրեն մարդը ծեծել է կամ չգիտեմ գողություն է կատարվել եւ այլն, ինքը վախենում է, որովհետեւ եթե ասում են, եթե դու գնաս բողոքես ոստիկանությանը, ուրեմն իրենք քեզ կարող են բռնել ու դեպորտացիա, երկրից կհանեն քեզ։ Հետևաբար մարդիկ չեն ուզում ոստիկանության դիմել, հանցանքների մասին չեն հայտնում ոստիկանությանը եւ այլն եւ այլն եւ այլն եւ այս կապը թուլանում է եւ դրանից բոլորը դուրժում են։ Հա, թողեք թող ոստիկանությունը իր հարցերով զբաղվի, այսն ինչ ուզանում անում են։ Ոսկոս այլ մյուս արգումենտն է իհարկե, ասեմ որ այդքան այդպես էլ չի, բայց այդ արգումենտը գործածում էին հատկապես գիտեք ովքեր։ Հենց կարտելները կամ նրանք, որոնք մարդկանց առևտուրով են զբաղված, human trafficking-ով, այ դու իսկ դա մեծ խնդիր է, դրա համար պետք է առանձին հաղորդում անեմ երևի, բայց ասեմ, որ հանցագործը, որը մեկի նկատմամբ հանցանք է գործում, այդպիսի, ասենք, ապօրինի իմիգրանտի ասում է, ինչ ես անելու, որ գնալու ես ոստիկանություն բողոքես, այդ քեզ կհանեն երկրից դուրս կգցեն։
Ես հա, ես ինձ գողացել եմ, լավ եմ արել։ Այս բանը կա, այսինքն ոչ թե որ ոստիկաններ իրար դեմ։ Ասեմ, որ որոշ ավելի լիբերալ քաղաքներ ընդհանրապես դա դեմ էին, նույնիսկ իրենց մոտ օրենքներ անցկացնում, Սան Ֆրանցիսկոն օրինակ ձեզ մեկը, որ ոստիկանությունը իրավունք չունի IC-ի հետ համագործակցի որևէ դեպքում։ Կապ չունի ով է ձեռքը տնկել, ինչու համար, ինչ հանցանքով կամ ինչ, դու IC-ի հետ չես համագործակցելու։ Բանտերը չեք հայտնելու IC-ին, եթե ձեր մոտ ապօրինի իմիգրանտներ են բանտարկված եւ այլ, այսպիսի բաներ կային եւ սա աշխատում էր ինչ-որ չափով, քանի որ ընդհանրապես այդքան շատ չէին այս դեպքերը, ընդհանրապես 74 ծրագիր կար ամբողջ Ամերիկայով այսպես ծվրված, հիմնականում հարավ արևելքում էր, այսպես as North Carolina, South Carolina, Florida, այս կողմերն էր հիմնականում, հա, մի երկու հատ Վիրջինիայում կար եւ այսպես։ Եվ միչև Թրամփը, իհարկե Թրամփը եկավ, հատկապես իր սկսեց սրան ուժ տալ, խրախուսել եւ շատ տեղական համայնքներ, որոնք արդեն դու կարելի շատ արագ հասկանալ որտեղ, երբ որ եթե այդ նահանգը ընտրում է, ասենք պրո-Թրամփ ինչ որ կոնգրեսմենի կամ սենատորի, դե պարզ է, որ իր ընտրում է այդ ընտրողները, ուրեմն Թրամփի փիլիսոփայությանն են հավատում, հետևաբար իրենք էլ ինչ որ Թրամփ ասում է, որ իմիգրանտները բոլորը բռնաբարող մարդասպաններ, գժեր, ֆլաներ են, ուրեմն իրենք երևի իրենք էլ են դրան հավատում, բնականաբար իրենք այսպիսի ծրագիրը կհավարեն։ Տեղական ոստիկանը կամ ոստիկանները, ոստիկանապետերը նշանակովի են ընդհանրապես 99%-ը։ Շերիֆները ընտրովի պաշտոնը, էլի նորից 90 քանի տոկոսը։ Շերիֆները փաստորեն politician-ներ են իրանք, եւ իրանք պիտի դուր գան իրենց ընտրողներին, իրենց համայնքի մարդկանց, որպես իրենց ամեն անգամ ընտրես նորից։ Այսպիսի մի պոպուլիստ շերիֆ Արիզոնայում, շերիֆ Արփայո էր ազգանունը, արդեն ինքը մեծ տարեկան էր, մեծ տարիք ուներ, 84 տարեկան, 7 անգամ արդեն ընտրվել էր ու էլի էր ընտրվել։ Սա շատ, այսպես ասած, տխրահարճակ անուն էր հանել հատկապես բոլոր իմիգրանտական խմբերի մոտ, որովհետև ինքը խստորեն, այսինքն գնում էր հատուկ այսպես կոչված ուրեմն հարբածների դեմ պայքարի համար բաներ էին սարքում իբրև թե բան checkpoint-ները, ասեն կանգնեցնում էին, բոլոր մեքենաները ստուգում էին իբրև թե այդ ընթացքում ստուգում էին նաև դու ինչի նման ես իմիգրանտ ես ճիշտ ես թե չէ ու տեղի վրա պատրաստի մարդ գնում էր իրեն իր մոտ նստելու դա ոչ մեկին իմիգրանտներին դուր չէր գալի իհարկե ինքը բայց իրեն ներկայացնում են ինքը վայրենի բաներ անում իր բանտարկյալներին է շերիֆը օրինակի համար կարող է ամառվա շոկին ինչ որ դրսում վրանների մեջ պահել, ոչ թե էրկանդիցիոներով ինչ որ բանտում նստեին դրանք, ուտելիքի որակը շատ կասկածելի որակի ուտելիք էր կերցնում, ստիպում էր, որ վարդագույն ինչ որ գույնի վարտիկներ հագնեն, բանում դրսում կանգնած, եւ այլ, ես էլ ունեմ դրանցից սուվենիր տվեց ինձ, ստորագրությունով, այսպիսի բաներ էր անում, եւ թվում էր թե դա անում է իմիգրանտների դեմ նաև բոլորովին այդպես չի իմիգրանտները երբ որ գտնվում են որևէ բանտի շերիֆի մոտ կամ նահանգային բանտում եւ այլ նահանգային չէ տեղական նրանք համարվում են ֆեդերալ ադմինիստրատիվ բանտարկյալներ նրանց չես կարող խառնել կրիմինալների հետ նրանք դի առանձին բաժին ունենան նրանց հետ առանձին պետք է վերաբերմունք լինի եւ այլ եւ դրանց չես կարող այդպես բաներ անես միանգամից կկորցնես այդ բոլոր ծրագրերը իրավունքները եւ էլ ուրիշ փորձանքների մեջ կգնես բայց դե ռոպագանդան իր գործը անում էր գործը հասավ դիվան բաշխուն այնքան որ այս ասեց օքեյ չեք ուզում որ դու մեզ օգնես շնորհակալություն ես ծրագիրը
կոմոդից մենք վերցեցինք, վերջացեց։ Հետո իր դեմ էլ իհարկե գործ կար քրեական խախտումների համար եւ պիտի արդեն համարյա բանտ գնար, ինքը արդեն դատվել էր։ Եվ Թրամփը իր առաջին պրեզիդենտության ժամանակ իրեն ուրեմն ներում շնորհեց, ինքը բաց չգնաց, որտեվ պոպուլյար պետք էր լինել, որտեվ նա պոպուլյար շերիֆ էր։ Այս էլ փոքր պատմական էսպիսի բան։ Ուրեմն այս ծրագիրը Թրամփի ժամանակ հասել է հիմա արդեն 450 jurisdiction ուրեմն ոստիկանական կազմակերպություն էսպիսի այս հուշագիրը ստորագրել է IC-ի հետ միասին եւ անցել է այս գործի կիրառման, այս օրենքների կիրառման մեջ այս մոդելը կամ այն մոդելը արդեն տարբերություն չի անում ես զարմացա երբ որ տեսա որովհետեւ Օբամայի ներողություն Բայդենի ուրեմն պրեզիդենտության վերջում դեկտեմբերին 24 թվականին 135 հատ կար այսպիսի գործող ծրագիր 135 հատ էր դարձել Օբաման Բայդենն էլ որոշեց ուժեղացնել մի քիչ վերջում որպեսզի շատ չերևա որ ինքը վատ լիբերալ է so 135 հատ ինչ Թրամփը եկել արդեն 450 դարը սա էֆեկտը ինչ է լինելու որ այո բոլոր իր բացասական բաներով միասին որտեղ այս ծրագրերը որ անում ես պիտի նաև հսկես եւ ֆերալ այսը լավ հսկում էր ամեն ծրագիր տարին եթե մի անգամ չասեմ առնվազն 2 տարի մի անգամ անցնում էր ստուգում այսինքն Վաշինգտոնից թիմեր գնում այնտեղ ամեն ինչ նայում էին պրոցեդուրաները փաստաթղթերը ինտերվյու արում բանտարկվածների հետ իրենց պայմանները ստուգում էին իրենց կերակուրը ստուգում էին իրենց չգիտեմ ինչը ստուգում էին եւ այլ եւ որևէ եթե ինցիդենտ է լինում մեկը օրինակի համար դեպք որ մեկը ինքնասպան էր եղել դա առանձին կրկնակի քննության տակ էր ընկնում տեղական ոստիկանությունը որպես պոտենցիալ քրեական գործ հետաքննում էր ինքնասպանությունը արդեն քրեական է բայց նաեւ այսն էր գնում առանձին իր բանը անելով ես էլ արել եմ so այս լուրջ հարց էր դառնում ուրիշ խոսքով բայց հիմա 450 ես վստահ չեմ որ այս նույն արագությամբ այսի հնարավորությունները ստուգելու կամ հսկելու մեծացել են սա էլ արդեն ուրիշ բան է սա խնդիրը արագ ստորագրում են բայց դրա հետ միասին պիտի կոնգրեսը փոխտա որ մարդ ունենաս այդ ծրագիրը պահելու համար ազեն պարզ բան է չէ որ նայն է որ այդ գործը եղել է ես համարյա վստահ եմ որ այդպես արագ չեմ մեծացել որտեղ ստուգողներն էլ պիտի train լինեն ամեն մի special agent որ դրսում 3 ասենք թե զբաղված էր փողլվալու հարցերով այսօր չի գալու նորից արդեն ստուգի իմիգրացիոն հարցերով դա առանձին կրթություն է պահանջում եւ այլ դա իր հերթին մտնենք դրա մեջ հիմա ուրեմն այս ծրագրի շնորհիվ 287G, այս 287G-ով միանում են տեղական ոստիկանությունները եւ ֆեդերալ ICE էմիգրացիոն հարցերում եւ միայն այս շնորհիվ ուրիշ բան չկա եթե հարցեր ունեք խնդրեմ ես էմիգրացիոն հարցերով էլ կարող ենք ավելի մանրամասն պատասխանել Շնորհակալություն Վարդան Վարդանյան BB Talks